Բարև ձեզ հարգելի հետևորդներ, եթերում իրական զրույցի հերթական թողարկումն է։ Այս թողարկման ընթացքում մենք զրուցելու ենք հայկական բանակի մասին, նրա անցյալի, ներկայի եւ ինչու՞ չէ նաեւ հնարավոր դերակատարման եւ ապագայի մասին։ Մեր հյուրը քաղաքագետ Սարո Սարոյանն է։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար, կարծում եմ հետաքրքիր խոսակցություն կստացվի։ Բարև ձեզ։ Պարոն Սարոյան, 1992 թվականի հունվարի 28-ին վերակազմավորվեց, վերստեղծվեց հայոց բանակը։ Ես ինչու եմ շեշտում այս վերակազմավորվել կամ վերստեղծվել բառը, որովհետև մեր իրականության մեջ շատ հաճախ հունվարի 28-ը նշվում է որպես բանակի ստեղծման օր։ Ինչը իմ կարծիքով սխալ է, որովհետև մի տեսակ կիսատության կամ ընդհատվածության զգացում կա նախորդ պատմական անցյալից։ Կուզեի սկսենք այս եւ երբ որ մենք ասում ենք հայկական բանակի ստեղծման օր, կարծես թե նսեմացնում ենք թե 1918-20 թվականներին Հայաստանի առաջին հանրապետության բանակի դերակատարումը, թե ինչպես նաեւ ել չենք խոսում անցած դարերի հազարամյակների մասին։ Կուզեմ, որ վերագնահատենք բանակի նշանակությունը, մեր կարևորությունը մեր իրականության համար եւ որպեսզի այդ վերագնահատումը ճիշտ արվի, կխնդրեմ որպեսզի մի փոքր մեզ պատմեք հայոց բանակի անցյալի մասին։ Թե այդ անցյալ ժամանակներում ինչպես էր կազմավորվում հայոց բանակը, ինչ ֆունկցիաներ ուներ եւ առհասարակ շատ բաներ կան, որոնց մասին մենք տեղյակ չենք, կուզեի, որ մեր լսարանին ծանոթացնեք։ Շնորհակալություն։ Ես մի միտք կարտահայտեմ հենց սկզբից, որը շատ կարևոր է։ Երբեմն մարդիկ մտածում են, որ հայ ժողովուրդը լինելով շատ հին ժողովուրդ, ըստ էության ժողովուրդների կազմավորման շրջանից ընդհանրապես երբ որ էթնիկ խմբեր եւ այլն առանձնացել են եւ այդ հին ուրեմն ժամանակաշրջանից եկել հասել է, դա եղել է ինչ որ նրա սիրուն աչքերի համար կամ եւ այլն փոխաբերական իմաստով նկատի ունեմ չխորանալով թե ինչպես հնարավոր էր դա։ Ես հենց ուզում եմ ուղղակիորեն ասել, որ առանց պատերազմելու ձիրքի, առանց զենքի արժեքը հասկանալու, առանց սեփական ուրեմն ինքնությունը պահպանելու եւ զենքի ուժով պաշտպանելու այդ կարողությունների առանց ռազմարվեստի եւ ռազմական պատմության հնարավոր չէր, որ հայ ժողովուրդը այս պատմական ողջ ընթացքը ուրեմն անցներ, գար 21-րդ դար հասներ։ Այսինքն այս միտքը շատ կարեւոր է հասկանալու համար, որ հայ ժողովուրդը ունեցել է այնպիսի ուրեմն զինվորական ռազմական ավանդույթներ, որոնք իրեն հնարավորություն են տվել այդ դարերի հորձանուտի միջով անցնել գալ հասնել մեր օրերը։ Եւ դա է, որ պետք է շատ լավ հասկանանք, այսինքն եթե երբևէ մենք այս աշխարհից կարող ենք վերանալ, դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե մենք մեզ չկարողանանք պաշտպանել եւ չգնահատենք այդ ուրեմն անվտանգային միջավայրի հետ կապված, պաշտպանական միջավայրի հետ կապված, ընդհանրապես ուրեմն զենքի ուժով ինքդ քեզ պաշտպանելու այդ ամբողջ կարողությունը եւ կարող ենք ասենք մտածել, որ դե այնպես ինչպես եկել ենք, այդպես էլ կշարունակենք։ Այդպես չի։ Այդպես չի եւ այս համատությունը, որ արեցի անցյալի բան, պետք է նաեւ հասկանանք, որ եթե երբևէ մենք հայկական լեռնաշխարհի տերն ենք եղել եւ հիմա ընդամենը պարփակվել ենք 30,000 քառակուսի կիլոմետրի տարածքի մեջ, դա նույնպես արդեն որոշակի ցուցիչ է, որ ուրեմն քո սեփական ժողովրդին պաշտպանելու այդ լծակները, մեխանիզմները եւ այլն, այն ինչ որ կապված է զինուժի հետ, դրանք ուրեմն ինչ որտեղ խաթարվել են եւ այլն։ Առանց դրա հնարավոր չէր, այսինքն մենք անգամ 100-150 200 տարի առաջ հայկական լեռնաշխարհում որոշակի մեծ ընդգրկում ունեինք որպես էթնիկ տարր, բայց հիմա արդեն լրիվ փոքրացել ենք եւ այլն եւ դա պետք է հասկանալ, որ նախ որտեղից է եւ ինչպես կարող ես դրա դեմը առնել։ Դրա դեմը այլ ձև հնարավոր չի առնել։ Պատմական հենց կոնտեքստում դա բոլոր ժամանակներում եղել է, որ դու որոշակի քեզնից ռազմական միավոր ես ներկայացրել, այնպիսի միավոր, որ անգամ ուրիշները պատմության թատերաբեմից դուրս են եկել, բայց դու շարունակել ես մնալ։ Այս կոնտեքստում է պետք հասկանալ մեր Ես կարծում եմ
հիմնական շեղումը եւ դրա ողբերգական հետևանքները, որ ունենք, երբ որ մեր բնակության արեալը մոտեցել է, շատ փոքրացել է եւ մոտեցել է անդառնալիության կետին, այնտեղ էր, երբ որ ինչ որ մի մտածողական բացական սելեկցիայի արդյունքում հավաքական հայության, կարելի ասել մեծամասնության գլուխը մտավ, որ զինուժը պարտադիր չի, պետք է կարողանալ ուղղակի ճիշտ բանակցել կամ խելացի բանակցել եւ պայմանավորվել այդ արատավոր միտքը չհասկանալով, որ իրական դիվանագիտությունը եւ իրական բանակցությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հողի վրա ունես մարտոնակ զինուժ եւ միայն դա է քո խոսքին եւ քո առաջարկներին կշիռ տալիս։ Ինչ կարծիքի եք։ Այո, դա այդպես է եւ որոշակի շերտեր կա, որ պետք է բացահայտվի, որովհետեւ մի բան է հայ ժողովրդի պատմությունը մինչև 14-րդ դար եւ մի բան է 14-րդ դարի վերջից, ավելի ճիշտ կլինի ասել 15-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի սկիզբ հատված, այսինքն մոտավորապես 500 տարի մենք բոլորովին այլ պայմաններում ենք ուրեմն կարելի ասել գոյատևել, քանց ուրեմն միջայդ եղած մի քանի հազարամյա ժամանակաշրջանը, որի ժամանակը ոչ թե գոյատևել ենք, այլ իսկապես կայացել ենք, զարգացել ենք եւ այլն, եղել ենք, բայց չի կարելի ասել գոյատևել։ Այ գոյատևումը վերաբերում է իսկապես այն պատմական ժամանակահատվածին, երբ որ մենք մեզնից քաղաքական առումով շատ քիչ բան ենք ներկայացրել, իսկ ինչի ենք շատ քիչ բան ներկայացրել, որովհետև քաղաքականությունը առանց զինուժի, առանց զենքի, առանց զորքի ռազմական այդ գործոնի հնարավոր չի։ Աշխարհում երբեք չի եղել, մինչև հիմա էլ այդպես չի։ Գիտեք, շատ լավ ժամանակներ են այդ տեսանկյունից համեմատություն կատարելու։ Եթե մենք այս ամենի մասին խոսեինք ընդամենը մի 10 տարի առաջ, 7 տարի առաջ, 8 տարի առաջ, հաստատ մեզ ոչ ոք չէր ընկալի եւ այլն, բայց ներկա ժամանակներում երբ որ տեսնում ենք ինչպես է աշխարհը փոխվում եւ անգամ պետությունները հաշվի չառնելով ոչ մի իրավական, ասենք, միջազգային իրավունք եւ այլն, չէ՞ որ մարդկանց ուղեղները լցրել են տասնամյակներ շարունակ, այդ թվում այսպես ասած կարկառուն հայ քաղաքական գործիչները նախկինում անգամ անուններ կարելի է տալ եւ այլն, իբրև թե այդ միջազգային իրավունքը մի սրբազան կով է, որը ուրեմն մշտապես հարատև եւ այլն, չմոռանանք մինչեւ հիմա մարդիկ կան, որոնք ասում են, բա ՄԱԿ-ի այսինչ բանաձևով, ՄԱԿ-ի այնինչ բանաձևով եւ այլն, բայց այդ ՄԱԿ-ի բանաձևերը ուր են, երբ որ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները, ասենք Գրենլանդիայի հետ կապված, ուրեմն խնդիր է դնում եւ ողջ աշխարհը, ասենք, կամ ասենք Վենեսուելայի ներքին գործերի անգամ պետության ղեկավար է առևանգում եւ այլն։ Խնդիրը նրանում չի ով է արդար, ով է բան, այդ կատեգորիաները անգամ քաղաքականության մեջ շատ հարաբերական են, դա չի։ Պետական շահի տեսանկյունից եմ ասում, որ ուղղակի պետք է նայել, հասկանալ ընդհանրապես միջազգային իրավունքի այդ դոմինանտությունը, որ այդպես սրբազան կովեր դիտվում, արդյոք հիմա ինչ ժամանակներ են եւ դա ինչ էր եւ հասկանում են որ մեր աչքի առաջ է այն ինչ որ հիմա կատարվում է Իրանի շուրջ մարդիկ դեռևս լավ չեն պատկերացնում բայց ոչինչ մի քանի օրից դա էլ արդեն շատ ավելի բաց աչքերով կնայեն այդ իրադրությանը եւ այլն եւ որտեղ որ նորից գալու է արդեն այդ հարցադրումը մենք ինչ ենք անում այդ շրջանում։ Իհարկե կարելի է տրվել այդ ընդհանուր հայկական բան վիճակին, երբ որ քո շուրջը կատարվում են շատ մեծ բաներ, բայց դու այդ ջայլամային ուրեմն գլուխդ մտցնում ես ավազի մեջ եւ փորձում ես չնկատել, բայց դա այդպես չի։ Հիմա երբ որ ամեն ինչ զինական ուժի եւ այդ ժամանակներն են այդպեսին միջև նոր աշխարհակարգ ձևավորվի, նոր պայմաններ, նոր կարգ եւ որտեղ որ հարց է թե փոքր պետությունները, միջին կարգի պետությունները եւ այլն, ես փոքր նկատի ունեմ տարածքի առումով եւ այլն, ինչ դերակատարում են ստանձնելու են թե չեն ստանձնելու եւ այլն, այս ամբողջ խնդիրների այդ համատեքստում ուրեմն պարզ է դառնում, որ ենթադրենք որոշված է, որ
մեր նման պետությունները ուրեմն մի այլ, չգիտեմ ինչ որ դասավորության մեջ պետք է լինեն կամ չպետք է լինեն։ Մենք ինչ ենք անում։ Համակերպվում ենք այն հանգամանքի հետ, որ արդեն 30,000 քառակուսի կիլոմետրի մեջ ենք պարփակված, այսինքն հայկական լեռնաշխարհի ուրեմն մենք մեզնից եւ ստեղ պետք է իզուր չեն, չէ, ասենք մեր ճշնամիները, ասենք խոսում Հայաստանը բնակեցնելու այլ էթնիկ տարերով եւ այլն, թե ձուլվել արդեն այդ վերջնական ձուլվելու կամ ուրեմն ինչ որ մի 1-2 տասնամյակ այլ քաղաքական ինչ որ համակարգի մեջ գտնվելու, թե դրանից հետո հայ ժողովուրդը աշխարհում ինչպիսի ուրվագիծ կունենա եւ այլն, այդ անհայտ է։ Ուզում եմ ասել, այս փոփոխությունները մեր աչքերը պետք է բացեն հասկանալու համար, որ աշխարհում կա երաշխիք ազգի գոյության, այո կա եւ դա սեփական բանակն է, սեփական անվտանգային համակարգն է։ Ես երբ որ ասում եմ բանակ, նաեւ այդ անվտանգային են նաեւ բաղադրիչները բոլոր տեսակի, այդ թվում հետախուզության հետ կապված եւ այլն, հատուկ ծառայությունների հետ կապված, ներքին անվտանգություն եւ այլն, որոնք երաշխավորելու են քո պետության գոյությունը առաջիկա տարիներին, սա է։ Իրականում այստեղ ես կուզեի մեր պատմական որոշակի թեմայի անդրադառնանք, տեսեք, մենք նշում ենք, այո, սեփական բանակ, հայկական զինուշ, բայց այնպես չի, որ հայերը, ասենք, մեր տարածաշրջանում վերջին 300 տարվա ընթացքում պակաս պատերազմների են մասնակցել։ Հետաքրքրության համար կարող եք ուսումնասիրել եւ տեսնել, որ 19-րդ դարի սկզբից սկսած առնվազն հայկական հայությունը թե ռուսական բանակի կազմում, թե պարսկական բանակի կազմում մասնակցել է մեր տարածաշրջանում մղվող գրեթե բոլոր պատերազմներին եւ դրանից պրակտիկորեն դուրս է եկել 0 արդյունքով կամ շատ չնչին արդյունքով համեմատած այն կորուստներին, որ մենք կրել ենք։ Այսինքն խնդիրը միայն հասկանանք, որ բանակ ասելով կամ զինուժ ասելով, խնդիրը միայն զինված մարդը չի, այլ գիտակից զինված մարդը, ով նաև քաղաքական գիտակցություն ունի եւ հասկանում է երկրի առաջ ծառացած թե ներքին, թե արտաքին անվտանգային խնդիրները։ Ուզում եմ անդրադառնալ մի շատ կարևոր մեզանում ինչ որ չափով տաբու կամ այսպես խեղաթյուրված հասկացության, երբ որ ասում են, որ բանակը քաղաքականության հետ կապ չունի, բանակը քաղաքականության մարդ չէ, բանակը քաղաքականությանը չի խառնվում։ Երբ որ մարդկության ողջ պատմությունը հակառակն է ապացուցել։ Ուզում եմ նախ բացենք, թե իրական ինչ նկատի ունենք, երբ որ ասում ենք, որ բանակը ամենաքաղաքական գործոնն է, որոշիչ գործոնն է եւ ինչ պիտի անի բանակը, երբ որ երկրի գոյությունը իրապես սպառնալիքի տակ է։ Դրա այդ հարցի պատասխանը հենց պատմական նորեն շատ լավ տրվում է եւ ոչ միայն հայ ժողովրդի պատմությամբ է դա տրվում, բայց հատկապես կարելի է հենց հայ ժողովրդի պատմությամբ անդրադառնալ, բայց եթե նայենք հռոմեական կայսրերին եւ այլն, այնպես ինչպես էին այդ կայսրերը, ովքեր էին այդ կայսր դառնում ընդհանրապես եւ այլն, մենք կտեսնենք այդ ովքեր էին դառնում։ Բյուզանդիայի պատմությունը վառ այդ ընդգծված այդպիսի զորահարամ տարների պատմություն է կամ եւ այլն շատ այլոց պատմական ուրեմն փորձին չանդրադառնանք, մեր բան անենք, մեր հայ ժողովրդի ողջ պատմությունը հիմնված է այն հանգամանքի վրա, լինելությունը ընդհանրապես հայ ժողովրդի հիմնված է այն հանգամանքի վրա, որ քաղաքական իշխանությունը նույն ռազմական իշխանությունն էր, նույն որևէ տարբեր։ Այն որ մարդիկ հայ ժողովրդի պատմության դասագիր կենթադրենք վերցում են կամ ինչ որ բան են կարդում, այդտեղ քաղաքական գործընթացները, իշխաններ, թագավորներ եւ այլն, թվում է թե ինչ որ քաղաքական իշխանություն է իրենից ներկայացնում, հարաբերվում են այսպես, բայց ոչ, անձամբ այդ մարդկանց, երբ որ մենք նայում այդ մարդիկ անձամբ բոլոր պատերազմներին մասնակցում էին եւ ուրիշները չէին մասնակցում, հենց իրենք էին մասնակցում։ Այս տարբերությունը մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ մեր նախարարական տները ունեին համար առաջի գործառույթ, գլխավոր գործառույթ երկրի անվտանգությունը անձամբ պաշտպանելու։ Դա ուրիշների գործը չի, դա հենց իրենց գործն է եղել դարերով։ Եվ այստեղ է, որ արդեն քաղաքական ընդհանրապես քաղաքականությունը ինչ որ իրացվում է, այդ մարդիկ շատ լավ են հասկանում, որ այդ քաղաքականությունը, դիվանագիտությունը եւ այլն ինչ որ բանեցվում է, պետք է ապահովված լինի հենց զինուժով եւ երբ որ այս կամ այն կերպ հնարավոր չի խաղաղ ճանապարհով հարցը լուծել, հարցը լուծվում է ռազմական ճանապարհով եւ լուծողները ոչ թե այլ
ինչ որ բան են։ Մարդկանց մոտ պատկերացում կա, թե հին միջին դարերում, վաղ միջնադարում հատկապես եւ այլն, ուրեմն բանակը ինչ որ սովորական ժողովրդից կազմավորվող ինչ որ բանակ էր եւ այլն, եւ քաղաքական որոշումներ կայացնողները դրանք մի քիչ ուրիշ էին։ Չէ, հակառակը բանակը կազմավորվում էր հենց նախարարական տոհմերի պայազատներից, սեպուհներից եւ այլն, այսինքն ամբողջությամբ ազնվականական ծագում ուներ եւ ընդհանրապես պետք է չի մտածել, որ ինչ որ մի մշակ, ռամիկ կարող էր զենք գործածելու բան ունենար, տաղանդ ունենար կամ հնարավորություն ունենար կամ այդ փորձը ունենար, ոչ ոք իրեն այդ փորձը չէր կարող տալ, որովհետեւ այդ ամբողջ փորձը ազատանի դասին էր վերաբերում, ազատներին էր վերաբերում եւ այդ ազատ դասն էր, որ կռվում էր պատերազմում եւ այլն։ Եվ այդ սովորական ժողովուրդը ընդհանրապես իր տնտեսական գործառույթներ կատարում, հարկի եւ այլնի հետ կապված, բայց ողջ բեռը ընկած էր հայ նախարարական տոհմերի վրա։ Հիմա այդ ամբողջը տեղի է ունեցել հայկական լեռնաշխարհում վաղագույն շրջաններից, այսինքն մենք նման կարգի հասարակարգ կառուցելու ենք դեռևս Նայիրի պետության ժամանակներից նույն ասորեստանյան աղբյուրները, օրինակ Նայիրի պետության մեջ հիշում են 40, 60 եւ այլ թագավորներ, ովքեր էին այդ թագավորները, անգամ այդ բանը այն տերմինը, որ հիմա դրա մեջ տեսնում են, չեն կարող այդ թագավորները իրական թագավորներ լինել, դրանք տոհմերի առաջնորդներն էին, որ տոհմերի, որոնք ունեին իրենց տարածքը եւ այդ գավառը, այսինքն որոշակի մի պատմաշխարհագրական միջավայր, որտեղ այդ տոհմերը կայացել էին եւ ընդհանուր առմամբ այդ Նայիրի պետությունը ինքը համադաշնություն էր, հետո Ուրարտու պետությունն էր համադաշնություն, երբ որ մենք ասում ենք Վանի թագավորություն եւ այլն, այդ ժամանակ կենտրոնացված պետություն կառուցվեց եւ արդեն որը հնարավորություն տվեց նաեւ հայկական լեռնաշխարհից դուրս որոշակի ռազմական գործողություններ իրականացել։ Ընդ որում մեր պատմության մեջ այդպիսի ժամանակաշրջան շատ քիչ ժամանակաշրջան է, ընդամենը Վանի թագավորության շրջանում դա վերաբերում է Մենուային, Արգիշտին եւ Սարդուրի երկրորդի կառավարման սկզբնական շրջանին եւ մյուսը, որը վերաբերում է դա Տիգրան Մեծի 20-ամյա ժամանակաշրջանն է։ Պատմական կոնտեքստով եթե նայենք, իհարկե եղել են հայկական լեռնաշխարհից դուրս գալու ուրեմն առանձին ուրեմն դրսևորումներ, օրինակի համար Խոսրով թագավորը, երբ որ Սասանյանները եկան իշխանության, պատժի ճարշավանք կատարեց։ Շապուհ ուրեմն երկարակյացի ժամանակաշրջանում Անդոկ Սյունին, բայց դրանք պատժի ճարշավանք ընդամենը ոչ թե տարած գրավելու խնդիր կա, այլ ընդամենը փորձել պատժելու, որ հասկանան ում հետ գործ ունեն եւ ուրեմն երբեք իրենց թույլ չտան այդ սահմանները անցնել եւ այլն։ Բայց այլ դեպքում ուրեմն մեր ողջ ժողովրդի պատմության ժամանակաշրջանում մենք ըստ էության ունեցել ենք մեկ ռազմավարություն։ Դա պաշտպանական ռազմավարությունն է եղել եւ դա պետք է հասկանանք։ Հիմա կարելի է ցավով նշել, որ դա այդպես է եղել։ Հայ ժողովրդի մեջ էքսպանսիայի հակում չենք ունեցել։ Էքսպանսիայի հակում չի եղել եւ հիմնական խնդիրը եղել է, որպեսզի ներ հանրային համերաշխությունը բարձր մակարդակի վրա միշտ ապահովել, որպեսզի կարողանաս արտաքին աշխարհից եկող մարտահրավերների դեմը առնել։ Եվ երբեմն, երբ որ այդ համերաշխությունը սխալ հունով է ընթացել, մենք մեր պատմությունից ունենք երկու հիմնական, քանի որ գտնվելով արևելքի եւ արևմուտքի այդ խաչմերուկում մշտապես բոլոր ուրեմն մեր թարգությունից առաջ 6-րդ դարից սկսած, ուրեմն այդ ձևավորվել են երկու հիմնական կուսակցություններ, արևելքը եւ արևմուտքը սիրող այդպես, որը հիմա էլ մենք կարող ենք տեսնել։ Մեր հոգեբանությունից Հռոմ Թետիզբոն հոգեբանությունը դուրս չի եկել։ Ուզում եմ ասել, անգամ երբ որ մենք պատմական կոնտեքստից ենք խոսում, տեսեք, որ դրսևորումները անգամ միջև հիմա նույն կերպ են դրսևորվում։ Եվ սա է ընդհանուր առմամբ, եթե Պարոն Սարոյան, մեզ կարող են հակադարձել դիտողները, որ այն ինչը դուք ասում եք վերաբերում է պատմական անցյալին եւ այդ դիտարկումները այդքան էլ ընդունելի չեն կամ կիրառելի չեն ներկա ժամանակների համար, մանավանդ երբ որ մեր իրականության մեջ մենք արդեն ունենք զորակոչային բանակ, այսինքն պարտադիր զորակոչ եւ երկրի պաշտպանությանը մասնակցում են սոցիալական բոլոր շերտերը, պիտի մասնակցեն առնվազն, ավելին երբ որ հիմա ներկա իրավիճակը հաշվի առնելով ընդհանրապես
մենք խոսում ենք մարդիկ, ովքեր մտահոգ են Հայաստանի հայկական մնալու ապագայով, խոսում ենք համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգի մասին։ Ես կուզեի այդ մոտեցումը պատասխանուկ նշեցիք ռազմական եւ քաղաքական իշխանության ըստ էության նույնը լինելը, այսինքն քաղաքական էլիտան առանց ռազմական ճանապարհ անցնելու, առանց երկրի արժեվ պատասխանատվությունը գիտակցելու եւ անձամբ դա ապահովելով չէր կարող դառնալ քաղաքական էլիտա եւ չէր կարող երկրի եւ ազգի համար որոշումներ կայացնել։ Ես կուզենայի, որ մենք ժամանակակից իրականության մեջ փորձենք հասկանալ այդ պատասխանատվության կարևորությունը ինչքան կարևոր է եւ բոլոր զարգացած երկրները կարող ենք տեսնել, սկսած Ամերիկայի Միացյալ Նահանգներից, սկսած տարբեր երկրներից, որ այնտեղ որտեղ կա այդ սոցիալական սանդուղքը, կա այդ հնարավորությունը, երբ որ ռազմական ճանապարհ անցած գործիչները ի վերջո իրենց մտնում են քաղաքականություն եւ դառնում են քաղաքական որոշումներ կայացնողներ, այդ երկիրը ավելի պաշտպանված է, զարգանում է եւ այլն եւ այլն, եւ այդ մարդիկ չեն վախենում ճակատագրական պահերին երկրի համար պատասխանատվություն վերցնել այս կամ այն ճանապարհով։ Մենք դրա օրինակներ շատ գիտենք։ Ես կուզեի, որ մենք փորձենք 21-րդ դարի մեր միջին վիճակագրական իրականությունից անդրադառնալ այդ հարցին, որ բանակը ռազմաքաղաքական վերնախավը ինքը չի կարող վակուումի մեջ առանձնացված լինել քաղաքականությունից, ինքը չի կարող լինել ուղղակի հրաման կատարող, ինքը պատասխանատվություն ունի ազգի եւ երկրի առջեւ։ Այո, դա այդպես է եւ էլի անդրադառնանք պատմությանը, գանք հասկանանք ի վերջո այն ինչ որ դուք եք նշում սոցիալական տարբեր խավերը, շերտերը, այդ ինչից ելնելով սկսեցին ռազմական գործի մեջ ներգրավել կամ իրենց ինչի ներգրավեցին։ Այդ գործընթացը հայկական էլի իրականությունում արդեն 5-րդ դարից սկսվեց։ 5-րդ դարում պարզ դարձավ, որ հայկական զինուժը մեծ հայքի զինուժը նախկինում ուրեմն բավարարում էր անվտանգային խնդիրներ լուծելու համար, բայց 357 թվականի բաժանությունից հետո 428 թվականի ուրեմն թագավորական իշխանության կորստից հետո այդ խնդիրները արդեն պաշտպանական խնդիրները հնարավոր չէր լուծել։ Ինչի, որովհետև կայսրությունները, որոնք Հայաստանի ապագան սկսեցին որոշել, իրենք հասկացան, որ այստեղ դիմադրողականությունը ուրեմն փոքրացնելու, վերացնելու խնդիր ունեն եւ դրա համար Հայաստանից զատեցին որոշակի աշխարհներ։ Հայկական իրականությունից սկսեց ուրեմն աղվանքին միացվեցին Արցախը, Ուտիքը, Պարսկահայքը ուրեմն Ատրպատականը միացվեց, Գուգարքը Վիրքին միացվեց եւ այլն, անգամ միջև այդ 357 թվականին արևմտյան աշխարհներն էին միացվել ուրեմն արևելյան հռոմեական կայսրությանը եւ այն ինչ որ մնացել էր այսպես ասած մարզպանական Հայաստան այդ միավորի մեջ, դա շատ փոքր թիվ էր, որպեսզի կարողանային իրենք այդ մրցակցությանը արևելքի եւ արևմուտքի եւ ընդհանրապես իրենց ինքնության պահպանման հետ կապված կարողանային ռազմական ուժով լուծել եւ այդ խնդիրը ծառացավ քաղաքական իշխանության առջև նույն ռազմաքաղաքական իշխանության առջև եւ իրենք փորձեցին արդեն սոցիալական տարբեր շերտերից, խավերից ներգրավել, որպեսզի բանակի թիվը կարողանան մեծացնել եւ իզուր չի, որ ավարարի ճակատամարտում 66000 զորքով էր հայկական բանակը ներկայանում։ Այդ 66000 զորքը հնարավոր չէր ձևավորել, եթե արդեն չսկսեին ուրեմն սոցիալական տարբեր շերտերից, խավերից ներգրավել որոշակի կամած ուրեմն փորձել իրենց տիրույթներում եղած ինչ որ ֆիզիկապես առողջ տղամարդկանց ներգրավել այդ բաներում։ Եվ այդ ուրեմն սոցիալական տարբեր խավերի ներգրավումը պատմական անհրաժեշտություն էր եղել։ Աշխարհում բայց սոցիալական այսպես լայն ուրեմն զորակոչ զինուժի ձևավորում եւ այլն դրանք ամբողջ սկսել են 19-րդ դարում եւ մենք այդ 19-րդ դարում տեղի ունեցող գործընթացների բան են, երբ որ ուրեմն դա վերաբերում է ֆրանսիական հեղափոխությանը նորից։ Ֆրանսիական հեղափոխության միջոցով երբ որ տապալվեց մոնարխիան, միապետությունը եւ իրավունքներ տրվեցին քաղաքացիներին, բոլորին ընտրվելու եւ միաժամանակ նաեւ դա առանց ուրեմն քաղաքական իրավունքները առանց
զենքի իրավունքի հնարավոր չի պատկերացնել եւ ոչ միայն դա Ֆրանսիան հեղափոխական Ֆրանսիան վտանգ էր ներկայացնում եվրոպական բոլոր միապետությունների համար ամեն տեսակ գաղափարական առումով եւ այլն եւ ֆրանսիական հեղափոխությունը պաշտպանելու համար սկսեցին զորակոչվել հանրության բոլոր շերտերը Եվ դրանով էր, որ Նապոլեոն Բոնապարտը կարողանում էր իր դեմ ձևավորված տարբեր կոալիցիաների ուղղակի ջարդել, բացի իր տաղանդը, կար այն սոցիալական հիմքը, որի միջոցով կա։ Եվ այդ ֆրանսիական հեղափոխության արդյունքում Եվրոպայում առաջին անգամ սկսեցին կազմավորվել զանգվածային բանակները։ Զանգվածային բանակները հենց այս երևույթն է, երբ որ արդեն զորակոչի միջոցով սկսում են։ Այս փորձը սկսեց արդեն կիրառվել կամաց անգամ միապետությունները սկսեցին այդ ճանապարհով ընթանալ եւ արդեն զինվորական դառնալու այդ կոչումը մասնագիտությունը եւ այլն վերաբերեց նաեւ սոցիալական տարբեր շերտերին, խավերին։ Զանգվածային բանակները սկսեցին մեծանալ արդեն թվականակներով միջ 19-րդ դարը այդպիսի զանգվածային բանակներ առանձին պետություններ երբեք չունեին։ Բանակները անգամ մեր զինուժը եւ այլն որ մենք կիրառում ենք կամ ընդհանրապես կայսրությունները առավելագույնը որ կարողանում են երբևէ հանել, խոսքը վերաբերում էր 100, 200, 300 հազար ինչ որ բանակների այդ մեծ կայսրությունների մասին է խոսքը, բայց արդեն զանգվածային բանակները սկսեցին այնպիսի մեծ թվականակներ ապահովել, որը 20-րդ դարում եկավ դարձավ միլիոնների։ Եվ առաջին համաշխարհային պատերազմը, երկրորդ համաշխարհային պատերազմը, դրանք հենց այդ ուրեմն պատմության մեջ այդպիսի զանգվածային բանակների կիրառություն էին, որտեղ ողջ բնակչությունն էր ուրեմն մասնակցում պատերազմին եւ փորձում դերակատարում ունենալ։ Հիմա այս պատմական կոնտեքստը այսպես բան անելով վերադառնանք մեր իրականություն։ Իհարկե մեր Ռազմարվեստի պատմությունը կարելի է ասել հիմնականում ավարտը գտնում է 14-րդ դարում, երբ որ Կիլիկյան Հայաստանը ուրեմն թագավորությունը կորցնում ենք եւ դրանից հետո քաղաքական իշխանության կրողները, նույն ռազմական իշխանության կրողները շատ հատվածական են արդեն դրսևորվում հայկական լեռնաշխարհում, երևում եւ այլն։ Իհարկե եղել են մելիքական տները դրա արդյունքն են, բայց մեծ հաշվով հայ ժողովուրդը մնում է առանց իր քաղաքական իշխանության։ Եվ այդ տեսանկյունից խնդիր է էլի դառնում, թե ապագան հայ ժողովուրդը ինչպես պետք է կազմավորվի եւ այդ համաձայնությունը իրականում տեղի ունենում, ես այդ փոխաբերական իմաստով միշտ ասում եմ, այո 15-րդ դարում հայը զենքը հանձնել է զենքի ուրեմն իրավունքը հանձնել է, ձեռք է բերել փողի իրավունքը, առևտրի իրավունքը, առևտրային արդեն հարաբերություններ խոջաների ժամանակաշրջան եւ այլն։ Եվ այստեղ է որ անգամ այսօր եթե բաներն այսօրվա հետ եթե համատենք, այն որ մարդիկ ասում են, բալա վատ կլինի առևտուր կանենք եւ այլն։ Այդ մարդկանց 500 տարվա այդ կենսափորձն է խոսում, այդ մարդկանց մեջ նստած չի քաղաքական գիտելիքը, քաղաքական գիտակցությունը, նստած է այդ փողի իրավունքը որ տրվել է եւ իրանք այդ տեսանկյունից են աշխարհին նայում, իրենք չեն հասկանում որ այդ տեսանկյունից խոսել ինքնության մասին, դա արդեն այլոց բարեհաճության հարց է։ Հարցը միայն ինքնությունը չի, կներեք ընդհատեմ, հարցը չկա նույնիսկ այն պարզունակ գիտակցումը եւ խոջաների օրինակն էլ նաեւ ցույց տվեց, որ եթե դու զենքով չես պաշտպանում քո կապիտալը, այնի վերջո կորցնում ես։ Նույն խոջաների պատմությունը, որ երբ որ իրենք զրկվեցին իրենց քաղաքական, այսպես ասեմ, օտար քաղաքական ուժերի հովանավորչությունից, դա ասենք լինեին Պարսկաստանում Սեֆյանները, իսկ Հնդկաստանում Մուղալների դինաստիան, նրանք ըստ էության փաստացի կորցրեցին։ Եվ երկրորդ հանգամանքը կուզեի նշեի այդ առևտուր անելու այն է, որ մենք չենք հասկանում, որ միջին դարերում հայությանը տրված էր այդ որոշակի դերը դա անհրաժեշտ էր այդ կապող հանգույցը եւ դա տրվեցին հայ առևտրականներին ըստ էության իսկ այսօր ըստ մենք այդ ֆունկցիան
մենք չունենք անգամ արդեն այդ պոտենցիալը չունենք, որ գոնե նման մեծամասշտաբ, որովհետև իրական հայ խոջայական առևտրական ցանցը ինքը լրջագույն ցանց է։ Մենք չենք հասկանում, որ մենք այսօր իջել ենք առևտրականի մակարդակին, մենք լրջագույն ռազմավարական այդպիսի ցանցերի մասել չենք արդեն։ Այո, դուք ճիշտ եք նշում, ես մի քիչ անգամ ավելի լայն էլ կդիտարկեմ բանը, ոչ միայն առևտրային գործոն որպես, այլ տնտեսական տեսանկյունից։ Եվ պետք է հայ ժողովուրդը լավ հասկանա, եթե ինքը երբևէ այդ գործառույթը իրեն տրվել է եւ ինքը սիրով ընդունել է, վայր դնելով զենքը, վերցնելով այդ իրավունքը առևտուր անելու եւ այլն փողի իրավունքը, երբ որ այդ ժամանակ աշխարհը գտնվում էր այնպիսի վիճակում, այդ ժամանակ եւ հաջորդ տարիները գտնվում էր այնպիսի վիճակում, երբ որ մարդը որպես արժեք, տնտեսական արժեք էր իրենից ներկայացնում։ Դա այդպես եկավ մինչև 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ։ Իրականում ցեղասպանությունները դրանք 20-րդ դարի երևույթ են։ Մարդիկ լավ չեն պատկերացնում, որ հին միջին դարերում խոսել ցեղասպանությունների մասին հարկ չկա, չի եղել այդպիսի բան, կոտորածներ եւ այլն ամեն ինչ եղել է, բայց որպիսի ամբողջական ժողովուրդ ուրեմն ցեղասպանվի, այդպիսի երևույթներ չեն եղել, որովհետև այս կամ այն պետությունը կամ քաղաքական իշխանությունը, երբ որ գրավում է ինչ-որ տարածք, այդ բնակչությունը իրեն պետք է տնտեսական օգուտ կորզելու համար, պետք է եղել հազարամյակներով մինչև 20-րդ դար։ Եվ այդ տեսանկյունից նույն հայ ժողովուրդը տնտեսական իր գործառույթների հետ կապված պետք էր Օսմանյան կայսրությանը, Սեֆյան Պարսկաստանին, որովհետև այդտեղից նյութական շահ էր կորզում պետությունը։ Ինչ տեղի ունեցավ 20-րդ դարում եւ այդ ցեղասպանությունների հետ կապված, որ պետք է լավ պատկերացնենք, կամ հիմա մարդը կամաց որ դուրս եկավ այս բանը, դուրս եկավ որպես տնտեսական գործոն, ուրեմն արդյունք օգուտ քաղելու բան, հիմա տեսնում ենք, չէ՞ ավտոմատացված ժամանակաշրջան է, չգիտեմ, ռոբոտների հետ արդյունաբերական հեղափոխությունների շրջան, դեռևս արդյունաբերական շրջանում էլի խնդիր կար, բայց գործազրկություն եւ այլ երևույթը, մենք գործազրկության մասին երբ ենք խոսում, արդյունաբերական ժամանակաշրջանի ընդ որում այն փուլում արդեն, երբ որ տնտեսական հարաբերությունները այնպիսի բարձր մակարդակի վրա են հասել, որտեղ որ ուրեմն կա դիսբալանս աշխատուժի եւ արտադրական այդ գործընթացի միջև, այսինքն մարդկանց թիվը շատ է, բայց իրենք կարիք չունեն այդ տնտեսական ֆունկցիաները իրականացնելու եւ այլն, եւ գործազրկություն է ստեղծում։ Այսինքն կարելի ասել, որ նախորդ դարերում գործազրկություն երևույթ ընդհանրապես չի եղել, որովհետեւ ցանկացած մարդուց հնարավոր է տնտեսական օգուտ կորզել իր արհեստագործության մեջ, եւ հայերը շատ լավ են այդ քաղաքային արհեստագործության մեջ եւ այլն, շատ լավ դրսեւորումներ են ունեցել եւ առևտրի մեջ։ Բայց այս ժամանակաշրջանում, երբ որ գործազրկությունը կամաց եւ հիմա արդեն ողջ մոլորակի մասշտաբով ուրեմն դարձել է այնպիսի կարևոր խնդիր, որ մարդիկ չգիտեն ինչպես իրենց նյութական կարողությունները հայթայթել, աշխատանք չեն գտնում։ Այդ տեսանկյունից մարդը անպետք է դարձել քաղաքական տարբեր իշխանությունների համար եւ այդ տեսանկյունից է պետք հասկանալ, որ եթե նախկինում հայ ժողովուրդը ինչ որ առումով իր գոյությունը թեկուզ եկեղեցին պայմանավորվել է այս կամ այն քաղաքական օտար իշխանությունների հետ, հնարավոր էր որպեսզի հայ ժողովուրդը գոյատևեր, հիմա այդ պայմանավորվածությունները չեն կարող լինել, որովհետև հայ ժողովուրդը որպես տնտեսական գործոն այլևս ոչ մեկին պետք չի, ոչ միայն հայ ժողովուրդը, բոլոր այն որ մենք հիմա տեսնենք մերձավոր արևելքում ցեղասպանական գործողություններ Գազայում, քրդական Սիրիայում եւ այլն, բան դա նրանից է, որովհետև այն իշխանությունը, որ վերցնում է այդ տարածքը, այդ բնակչությունը իրեն բարձրարձակ պետք չի, ինչ է անելու, բեռ է դա նյութական, սոցիալական եւ այլ խնդիրներ եւ այլն նախկինում այդպես չի եղել հազարավոր տարիներ այդ գրավված տարածքի բնակչությունը ծառայել է այդ իշխանությանը տնտեսական օգուտ եւ առևտուր եւ ուրեմն բան փող կապիտալ ստեղծելու համար հիմա դա չկա եւ այն մարդիկ ովքեր մտածում են թե այլ պետական կառավարման տակ այլոց օտարների քաղաքական կառավարման իշխանության տակ հայ ժողովուրդը կարա առևտուր անի, չարաչար սխալվում են, հայ ժողովուրդը ոչ մեկին պետք չի լինելու։ Ես ավելացնեմ, որ խնդիրը միայն այն չի, որ մենք տնտեսական առումով որևէ մեկին պետք չենք, մենք նաև վտանգավոր ենք նրանով, որ այս տարածաշրջանում բնիկ ենք եւ քաղաքակրթական ժառանգության տերն ենք եւ մենք տեսնում ենք թե ինչպիսի կատաղի պայքար է ընթանում քաղաքակրթական այդ ժառանգության համար եւ դա մեզ
դա հաստատ մեզ չի ներվելու։ Մենք հենց առաջինը դա չի ներվելու եւ չգիտակցել այս պարզ ճշմարտությունը ու հույս ունենալ ինչ որ ելեմ ասում առևտրական բաներով անվտանգություն ապահովել, դա ուղղակի ծիծաղելի է։ Իրականում այս թեման շատ ընդհարցակ է եւ կարծում եմ անվերջ կարող ենք խոսել եւ դեռ առիթ կունենանք, անպայման առիթ կունենանք, բայց կուզեմ այսօր արդեն որպեսզի շատ չծավալվենք, այսքանով սահմանափակենք եւ եւս մեկ անգամ շեշտենք սեփական զինուժի, սեփական անվտանգության համակարգի, սեփական զենքով սեփական անվտանգությունն ապահովելու պատրաստակամության կարեւորությունը, որովհետեւ ես վստահ եմ, որ մեր բոլոր խնդիրների աղբյուրը դա այն է, որ մենք չենք ուզում կամ մեզ համոզել են, որ կարիք չկա սեփական ճակատագրի համար պատասխանատվություն վերցնել, որովհետեւ այն եզակի դեպքերը վերջին 100 դրամյակի ընթացքում, երբ որ մենք որոշել ենք կամ ճակատագիրը ստիպել է, որ Սարդարապատը, առաջին Արցախյանը հույսը մեր վրա դնենք, տեսել ենք, որ կարողանում ենք եղած ռեսուրսները համախմբել եւ ինչու՞ չէ կարողանում ենք լուրջ խնդիրներ լուծել, ցավոք սրտի այդ հաղթանակների արժեքը այդպես էլ չեն գիտակցում։ Մենք անպայման կանդրադառնանք մի առանձին թեմայի։ Ես մենակ մի հատ կատարեմ, շատ կարևոր, որ մեր լսարանը լավ պատկերացնի։ Մեր լսարանը պետք է իմանա, որ ներկա 30,000 քառակուսի կիլոմետրը ձեռք է բերվել հենց հայկական զինուժի ուրեմն պատերազմներում հաղթելու արդյունքում մարդիկ լավ չեն պատկերացնում։ Մենք այս տարածքը եւ այս պետականությունը չենք ունենա, եթե հայկական զինուժը ուրեմն առաջինը Սարդարապատում Արարատյան դաշտի Սևանի ավազանի հետ կապված այն ինչ որ մենք ունենք, դա Սարդարապատի ուրեմն շնորհքն է։ Երկրորդը հայ-վրացական պատերազմի արդյունքում լոռին, եթե մենք հիմա ունենք լոռին ուրեմն հյուսիսային, հյուսիսարևելյան ողջ տարածքները, դա էլի մեր հաղթանակի ոչ մեկ անգամ շատերը չգիտեն, բայց արտաքին աշխարհը տերությունները հակված էին, որ այդ տարածքները պետք է Վրաստան լինի եւ այլն։ Եվ դա էլի հայ ռազմուժի հաղթանակի արդյունքում է, որ մենք ներկայիս Հայաստանի ուրեմն հյուսիսային եւ հյուսիսարևելյան այդ մարզերը մեր ունենք Հայաստանի Հանրապետության կազմում եւ Սյունիքի մարզը, որ մենք ունենք, դա նույնպես Նժդեհի հաղթանակների շնորհիվ է, այսինքն ներկայիս ողջ տարածքը միայն հայկական բանակի հաղթանակի շնորհքն է։ Եթե մարդիկ ուրեմն այսպես ինչ որ առասպելների մեջ մտածում են, որ հնարավոր է այս կամ այն կերպ պետականություն ունենալ, այն էլ տարածքներ ունենալ, չարաչար սխալվում են։ Մեր ապագան միայն հայկական բանակով է հնարավոր երաշխավորել եւ նաեւ պատմական հայկական արդարության վերականգնումը կատարվի Արցախի հետ կապված եւ ընդհանրապես այն արեալի հետ կապված, որտեղ որ հայ ժողովուրդը ծնվել, զարգացել, մինչեւ մեր օրը հասել է։ Այո, շատ լրիվ համաձայն եմ, ես հենց այդ թեմային էի ուզում ասել, որտեղ շատ է այսօր մանիպուլացիոն Սարդարապատի հետ կապված հարցը, բայց ես մաղթում եմ մեզ բոլորիս բանակի վերաստեղծման օրվա կապակցությամբ, որ մենք վերագնահատենք սեփական զինուժ ունենալու, սեփական անվտանգության համակարգ ունենալու կարևորությունը եւ առաջին հերթին մեր միտքը փոխելով կարողանանք հասնել նրան, որ իրոք մեջքներս ուղենք եւ կուլ չգնանք կամ ոտնատակ չգնանք այս գործընթացներում, որոնք մեր շուրջը ծավալվում են։ Այսքանը ձեզ համար զրուցում էին քաղաքագետ Սարո Սարոյանը եւ ազգ նախաձեռնության անդամ Արփիտ Հոբչյանը։ Միացեք մեզ, միացեք ազգային հարթակին, որպեսզի մեր ձայնը ավելի լսելի դառնա եւ որպեսզի այն կարեւոր ասելիքները, որ մենք ունենք, կարողանանք հասցնել ավելի լայն լսարանի։ Շնորհակալություն մեզ լսելու համար։